Հեղուկ գազը մեկ գիշերում թանկացավ 50-ից 60 դրամ, 1 լիտրի համար 190-ից 200 դրամի փոխարեն հեղուկ գազով ավտոմեքենա շահագործող վարորդները ստիպված են վճարել 250-ից 260 դրամ։ Թանկացումից բացի նաև գազի դեֆիցիտ կա, որոշ լցակայաններ վառելիք չունեն։ Դառնալա նույն բենզինի գինը բենզին են քշելու։ Շատ է թանկացել։ Գազը կրկնակից ավել 90-100 դրամ էր դարել 250 դրամ, շատ չէ 260 դրամ, շատ չի, տեղը չկա է։ Եվ պոլնից բռնում էր ախպեր ջան 5000 դրամ, հիմի բռնում է 12500 դրամ։ 60-70 դրամ թանկացել արդեն դա։ Դա արդեն չերեշուր է։ 150-ից դառավ 170, 200, իսկ այս 200-ից հետո արդեն ժամ առ ժամ է թանկանում։ Երևի մինչև երեկոյան կլինի 300։ Շուկայում գնաճը կտրուկ է ու կայծակնային։ Մեկ ամսում ավելի քան 100 դրամ թանկացել է։ Տարեվերջին նոյեմբեր-դեկտեմբերին հեղուկ գազի 1 լիտրը 140-ից 150 դրամ էր։ Ոլորտը վերահսկող գերատեսչություններից մեկը մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը գնաճը սովորական ու սեզոնային գործընթաց է համարում։ Ապրիլ-մայիս ամիսեն էժանա դեկտեմբեր ամսին թանկ է, եւ այստեղ որևէ ինչ-որ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Դեպ այն ինչ որ նկարագրեցիք արդեն լուրջ խնդրեմ է, հարցը այդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի տարածաշրջանային մեր հենց իմ նիստի սկզբում իմ ասած հարցի լուծման համատեքստում պետք է այդ հարցը լուծվի։ Եվ որպեսզի էլի մենք Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, այստեղ է հարցը, որ ասում եք ամեն տարի դեկտեմբերին կլինի, մյուս տարի չէ, այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք։ Հեղուկ գազի թանկացման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև էկոնոմիկայի նախարարը։ Հայաստան հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն, Վերին Լարսով եւ Իրան։ Հայտնի հանգամանքներով պայմանավորված երկու ուղղություններով բարդություններ կա։ Մի դեպքում ձյան առատ տեղումներ, մեկ այլ դեպքում գիտենք։ Եվ այս պայմաններով պայմանավորված բոլոր գործարարներին մեր առաջարկը հետևյալն է եղել, որ այդ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից եւ կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետեւ երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին օրինակ Վերին Լարսը։ Վարորդներն արժանահավատ չեն համարում չինովնիկների պարզաբանումը, ասում են շուկայում դեֆիցիտ կա եւ չեն կարողանում հասկանալ ինչ կապ ունի Լարսի փակվելը գնաճի հետ։ Կան կարծիքներ, որ թանկացման պատճառը շուկայի վերահսկողության բացակայությունն է։ Այս գազը նոր չեն բերել են շուտվանից, այն գնով որ էժան ծախում են, այսօր իրավիճակից ելնելով այս ոչ մի բան չկա, էլի ղեկավարության իշխանության կողմից չկա, ասեք մի հատ բան, որ կարողանա զսպել այդ գնային քաղաքականությունը։ Այս է հարցը հիմնականում։ Ասում են Լարսը փակվել է Իրանից։ Լարսը ինչ կապ ունի, էսի էժան բերել են, էժան թո ծախեին պրծնեին, նոր են մյուսը բերելուց նոր թանկացնեին։ Եվ ոչ թե ասեք թանկացնում են իրավիճակից ելնելով, ժողովրդի խեղդելով։ Այս Ադրբեջանից կբերենք ավելի լավ կլինի։ Կոնտակտ եմ անում, իհարկե մեզ պետք չէ դրանց բանը։ Մեր երկիր հեղուկ գազ հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից ու Իրաքից։ Հեղուկ գազի թանկացմանը զուգահեռ բենզինն ու դիզվառելիքը էժանացել են։ Գազն արհեստական թանկացնում են ու դեֆիցիտ ստեղծում, որպեսզի ներկրված ադրբեջանական բենզինը լավ ծախվի։ Սոցհարթակներում ու մամուլում նաև այսպիսի տեղեկություններ կան։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։